Պարոն Քոչարյան, տեսեք, դուք ասում եք, որ ընդդիմությունը ինչ-որ պայմանավորվածություն ունի, հա, որ ամենաշատ քվեստացածին մյուսները միանան։ Ես պայմանավորություն բառ չեմ ասել։ Ինձ մի զրպարտեք։ Չեմ զրպարտել։ Ես պայմանավորություն բառ չեմ օգտագործել։ Ես ասել եմ, որ դա բխում է սահմանադրության, տրամաբանությունից, ընդհանրապես Շատ լավ, շնորհակալություն հստակեցման համար։ Հիմա տեսեք, մենք ունենք այսպիսի հայտարարություններ։ Մարեք, ես միշտ ձեզ ստիպված եմ նում հստակեցում մտցնել, ու ինձ տպավորությունը, որ ձեր մոտ միշտ sense փորձ է լինում, այսպես ասենք։ Պարոն Քոչարյան, խնդրում եմ չչափազանցնել։ Ամեն դեպքում, տեսեք, պարոն Ծառուկյանն ասում է չեմ միանալու Ռոբերտ Քոչարյանին, Արման Թաթոյանն ասում է նախկինների վերադարձ չի լինելու։ Սամվել Կարապետյանն ասում են մենք ենք հաղթելու։ Հիմա պարոն Քոչարյան, եթե դուք լինեք ընդդիմադիր առաջատարը, բայց ոչ այնքան ուժ ունենաք, որ մեծամասնություն ունենաք, այս հայտնած դիրքորոշումների ֆոնին ըստ ձեզ ինչ իրավիճակ կստեղծվի։ Եթե դուք ուշադիր եք եղել ամբողջ քարոզարշավի ժամանակ, ես այդ հարցի բարձրաբանումը տվել եմ։ Կրկնեմ, թե փորձում եք հիշել։ Կրկնեք։ Նայեք, իշխանությունը ինչ էր անում այս ամբողջ ընթացքում։ Իշխանության թեզը հետևյալն էր։ Եռագլուխ, այս նույն մարդիկ են, բոլորը մասնակցում են ընտրություններին Քոչարյանի համար։ Այսպես փորձում են հին ու նորի սև ու սպիտակի այսպես գաղափարը հետ բերել դաշտ։ Հնամաշ այլևս չաշխատող գաղափարը։ Եվ տվյալ դեպքում, երբ իշխանությունը փորձում է դա անել, իհարկե ընդդիմադիր տարբեր ուժեր, ընդգծելով, որ իրենք ինքնուրույն են, իրենք որդեգրել են այսպիսի բացատրություն։ Ես իրենց հասկանում եմ, բայց սա ավելի շատ, այսպես ասենք, իշխանությանը, քարոզչության հակադրվելու գործիք էր։ Չէ, բայց քնիկ, դա քաղաքական խոսք է։ Պարոն Քոչարյան, դուք քարոզարշավին Какие главные вызовы для Армении, если европейская сказка Пашиняна победит? Европейская сказка как бы победить не может, потому что это такая сказка, может, красивая, в красивой упаковке. Вы имеете в виду, что вы можете? Побеждает и продолжает. Это не побеждает европейская сказка. Это как раз проигрывает рациональный смысл вообще развития государства. Потому что предлагается то, перспектива чего не видно абсолютно. По крайней мере, в ближайшие 20-30 лет. Поэтому здесь просто здравый смысл проигрывает, государство проигрывает, народ проигрывает. Если цена для того, чтобы один как бы человек, который, очевидно, что он патологический лжец, просто по всем позициям, если речь о том, что выигрыш этого человека, это выигрыш для страны, это катастрофа для страны. Պարոն Քոչարյան, եթե ընդդիմությունը մեծամասնություն չձևավորեց, շատ լավ եք ճանաչում այդ պետությունը, քարոզարշավի ընթացքում կներեք ուղիղ չեմ կարող մեջ վերել, բայց այդ միտքը ասել եք մի քանի անգամ։ Հիմա այս քարոզարշավի ընթացքում Ռուսաստանից սկսվեցին խնդիրներ գործարարների դեմ, այսպես ասեմ, ամեն դեպքում արտահանման հարցում խնդիրներ եղան։ Օրինակ դուք, որ ասում եք ճանաչում եք Նիկոլ Փաշինյանի վստահության քվեստանալուց հետո, որ իշխանություն դառնա, դուք ինչ եք կանխատեսում, Ռուսաստանի հետ հարաբերությունները կսրվեն, թե հակառակը Փաշինյանը, որ բազմիցս ասել է, որ հարաբերություններ ունի, Նիկոլ Փաշինյանը վստահության քվե չի ստանալու առաջինը։ Այս գիտեմ, որ ինքը փորձում է ասել, որ սա տեխնիկական հարցեր են, սա այս կարգի հարցերը միշտ լինում են, դա տեխնիկական հարցեր չեն։ Նաև եթե չեմ սխալվում, մի թեզ են, ես վերջի մի քանի օր առաջ մաղում, թեզը հետևյալն է, որ չկա ընթացակարգ ԵՏՄ-ից հեռացնելու։ Չէ, այդպես է ասում, որ այստեղ կոնսենսուս է պետք եւ այլ։ Իսկ կա ընթացակարգ հապկում սառեցնելու անդամակցություն։ Չկա ընթացակարգ։ Բայց ինքը համարեց, որ ինքը կարող է սառեցնել։ Արել է։ Հիմա պատկերացրեք հետևյալը։ Ռուսաստանի Դաշնությունը սառեցնում է բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ։ Տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ։ Բայց ինչ հիմքով, Իսկ հիմքերա պետք, Վաշինգտոնի հիմքերա պետք անել այն ինչ անում է, որտեղ ուզում է։ Հիմքերը, այսպես ասենք, մեծ պետությունների հիմքերը միշտ ստեղծում են եւ հիմքերը իրենք շատ պակսացել են, որ պատրաստ չեն ֆինանսավորել Հայաստանի ճամփորդությունը դեպի Եվրոմիություն, քանի որ Եվրոմիության հետ Ռուսաստանը այսօր թշնամացած վիճակում է։ Հետևաբար,
Եթե Ռուսաստանը միակողմանի, այսպես ասենք, տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ, դա համարժեք է ամբողջությամբ ԵԱՏՄ-ի հետ սառեցմանը։ 98% Հայաստանի կապերի տնտեսական Ռուսաստանի հետ է, այլ ոչ թե ԵԱՏՄ-ի այլ անդամ պետությունների հետ։ Ըստ դե ֆակտո դու հայտնում ես լրիվությամբ նույն վիճակում, ավելի վատ վիճակում նույնիսկ, քան եթե ինքդ sense հոժար կամքով դուրս գայի։ Իսկ պարոն նախագահ, եթե բայց ինձ հեքիաթներ արդեն կամ փորձ հեքիաթները դա ոչ մեկը չի ֆինանսավորելու, ինչ որ 50 միլիոն խոստացել են այս նախընտրական խոստումը 2 օր առաջ Հունգարիան մի որոշում կայացրեց օրինակ միգրանտների մասին Հայաստանի եւ Վրաստանի վերաբերյալ կոնկրետ Հայաստանի վերաբերյալ լուրջ սահմանափակումներ մտցրեցին Եվրոմիության անդամ պետություն եւ ամեն մի պետություն իր շուկան այնպես է պաշտպանելու որ դժվար է պատկերացնել հեքիաթներ են հերթական անգամ մեր ժողովրդին խաբելու Պարոն Սերժ Սարգսյանի հետ Սերժ Սարգսյանի հետ ամենայնիվ հեշտ կթողնի իշխանությունը եւ կգնա, ինչպես ինքն է ասում, եթե ժողովուրդը որոշի, ես կհեռանամ, թե տարբեր սցենարների Եթե չգնա շատ վատ ավարտելու է, շատ վատ։ Ինչ իմաստ։ Ամեն մեկը իր ֆանտազիա, ուրեմն բանտ նստացնել, պատերով տալ, դա սպառնալիք չի։ Հիմա վատ ավարտելը շատ վատ ավարտել ինչ է նկատել եք իշխանությունը գրակը արդեն ամեն մեկը թող իր ֆանտազիայի համաձայն եւ կողմնորոշումների մտածի թե ինչ է դա նշանակում